քուրեր ջան, բաներ ջան։ Իրոք Աստծո անունը փառավորվի, որովհետև Աստված մեծ շնորհ է արել մեզ ամեն մեկիս։ Լինում է բարակա, որ մենք Աստվածաշունչ մայցանից խոսում ենք շատ սուրբերի մասին, այսօր Աստված մեզ առավել է սիրել։ Որովհետև ամենակալ Աստված ուղարկել են Սուրբ Հոգին, որ մեզ հետ է հավիտյանս հավիտենից։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ուղղակի կուզեմ մեր շփումներ անել ամեն ժամանակ հատված Աստված խոսելը։ Եղբայրները հիշատակեցին Հովանու ավետարանի մեջ գրված հետևյալ տողերը, որն էր Քրիստոսի բուն գործունեությունը, որ պիտի ուղարկեր Սուրբ Հոգին։ Ինչի համար պիտի կար Սուրբ Հոգին, ամեն մեկը շատ անգամ կարդացել ենք, կուզեմ հիշեցնել Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերը, որ 26 համարում Տեր Հիսուս Քրիստոսը այր ասում. Բայց Մխիթարից Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի։ Ուշադրություն դարձեք, այդ գործունեությունը ինքը ամենակալ Աստված ամեն ժամանակահատված անում էր Իսրայելի հետ։ Կարդում եմ հետևյալ տողը Ելից գրքի մեջ, ուշադրություն դարձեք, ամենակալ Աստված ինչ է ասում ինձ եւ քեզ։ Աստված ամեն ժամանակահատված իր ժողովրդի հետ խոսել է։ Կարդում եմ ամենակալ Տիրոջ խոսքը Ելից 4-րդ գլխի մեջ 12-րդ համարում նայեք ինչ ասում ամենակալ Աստված։ Եվ հիմա գնա, եւ ես քո բերան հետ կլինեմ, եւ քեզ կսորեցնեմ ինչ որ պիտի խոսես։ Ինքը Աստված խոսում է Մովսեսի հետ։ Եվ շարունակության մեջ, որ մենք կարդում ենք 15 համարում նույն միտքն է ասում, եւ դու խոսիր նրանց հետ, եւ խոսքեր տիրնանց բերանում, եւ քո բերանին եւ նրա բերան հետ կլինեմ, եւ քեզ կսորեցնեմ ինչ որ պիտի անեք։ Ուշադրություն դարձեք, ամեն ժամանակահատված Աստված գործել է, ամեն ժամանակահատված Աստված խոսել է, բայց հին ուխտի մեջ, որ մենք նայում ենք նախքան Սուրբ Հոգու գալը, լինում էր բարակա, որ ամենակալ Աստված Իսրայելի հետ չէր։ Հիշում եք, ամենակալ Աստված ասում էր, եթե չանեք, ես ձեզ հետ չեմ լինի, կամ ուզում եմ անդրադառնալ այն դրվագին, որ Սողոմոնը տաճարն էր շինում, եւ այստեղ ամենակալ Աստված Սողոմոնին հորդորում եւ ասում էր հետեւյալ միտքը, ինչ է գրված։ Կարդում եմ 3-րդ Թագավորաց 6-րդ գլուխ 11-րդ համարից։ Եվ Տիրոջ խոսք եղավ Սողոմոնին ասելով. Այս տունը դու շինում ես, եթե դու գնաս իմ պատվիրանքներով եւ իմ հրամանքները կատարես, պահես իմ ամեն հրամանները, որոնցում կնաս, այն ժամանակ կհաստատեմ իմ խոսքը քեզ հետ, որ քո հայր Դավիթի հետ խոսել եմ, եւ կբնակվեմ Իսրայելի որդկանց մեջ, եւ իմ Իսրայել ժողովրդին չեմ թողի։ Բայց լինում է բարակայ, որ Իսրայելը մերժում էր ամենակալ Տիրոջը, բնականաբար Աստված իրենց հետ չէր։ Հիշեք Հեսուի գրքի մեջ, որ մենք կարդում ենք 7-րդ գլխում, ամենակալ Աստված խոսեց Հեսուի հետ ասելով հետևյալը, որ Իսրայելի մեջ նզով կա։ Եթե նզով կչանեք, ես ձեզ հետ գործ չունեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բայց ի տարբերություն հին ուխտի, որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված մեզ մեծ շնորհ է արել։ Եվ ուշադրություն դարձեք, որ մենք կարդում ենք Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ 16 համարում ամենակալ Աստված ինչ է ասում. Եվ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտածես, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Սիրելիս, այսօր Աստված ինչքան է մեզ ողորմություն արել։ Իսրայելը որ մեղանչում էր, Աստված իրենց հետ չէր։ Բայց ամենակալ Աստված ինչ է ասում. Ես ձեզ Սուրբ Հոգին կտամ, որ ձեզ հետ կլինի հավիտյան։ Եվ երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստված ամեն անգամ խոսում եւ գործում է մեր հետ Սուրբ Հոգու միջոցով։ Բայց ուշադրություն դարձեք, կան համարներ, որտեղ որ առաքյալը մեզ ամեն մեկից ինչ էր ասում. Միք տրտմեցնեք Սուրբ Հոգին։ Կամ գրված է միք մարեք Սուրբ Հոգին։ Քույրս, եղբայրս, Աստված այսօր ողորմած է ամեն ժամանակահատված։ Եվ ինք ուզում է, որպեսզի ես եւ դու այսօր առաջնայինը ունենանք մեր մեջ այդ կյանքը, Սուրբ Հոգին։ Կանդրադառնամ այդ համարներին, բայց ուզում եմ անդրադառնալ Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 55 համարին, հիշում եք, երբ որ Հիսուսը ուզեցավ մտնել Սամայրա, սամարացիք չթողեցին։ Բնական էր սա, այսպես էլ պիտի լիներ, երկու տարբերակ կար, որովհետև
հրեաները եւ սամարացիները իրար հետ որից մեկ առնչություն չունեն, իրար չէին ընդունում։ Եվ երկրորդ, երբ որ մենք նայում ենք Հիսուս երբ որ դիվահարին բժշկեց, վերջը այդ մեծ քանակությամբ խոզերը սատկեցին, ընկան ջուրը խեղդվեցին։ Միգուցե այս տարբերակները, բայց առաջնայինը հրեա եւ սամարացի իրար հետ չունեն։ Բնականը պիտի չընդունեն, բայց ինչ է գրված, այնտեղ մենք կարդում ենք առաքյալներից երկուսը հետեւյալը ասեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ Ղուկաս ավետարան 9-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք գրված հետեւյալ տողը 54 համարից եմ կարդում։ Երբ որ նրա աշակերտները Հակոբոսը եւ Հովհաննեսը տեսան, ասացին. Տեր կամենում ես, ասենք կրակ իջնի երկնքից եւ նրանց սատկացնեն ինչպես Եղիան էր աղա։ Նա էլ դարձավ սաստեցնանց եւ ասաց. Դուք չգիտեք թե որ հոգու տեր եք դուք։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր ամենակալ Տիրոջ բուն գործունեությունը նպատակը Սուրբ Հոգին չի ուղարկել միայն լեզուներ խոսելու։ Սուրբ Հոգին եկել է, որ մեր մեջ ձևակերպի Քրիստոս կյանքը։ Եկել է, որ մեզ խրատի, եկել է մեզ հանդիմանի, եկել է մեզ հիշեցնելու, եկել է մեզ սովորեցնելու։ Այսօր երբ որ մենք նայում ենք Պողոս առաքյալը Առաջի Կորինթացիս 11:1-ում ինչ էր ասում. Ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսը։ Ում գործունեությունն էր սա, ով էր Պողոս առաքյալին հասրել այս վիճակին, իհարկե Սուրբ Հոգին։ Եվ այսօր ես կուզեի, որպեսզի մեր մեջ այդ կյանքը ձևակերպի, ուշադրություն դարձեք, նորից անդրադառնում եմ Ղուկասի 9:55 համարի մեջ, որ ասում էր հետևյալ միտքը, ինչ հոգուտեր եք դուք։ Հիմա այսօր մենք մեզ պիտի հասնենք տարբեր վիճակների մեջ, ինչ հոգուտեր ենք մենք։ Ուշադրություն դարձեք, Պողոսն ասում էր, ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսի։ Եվ ես կուզեի, որպեսզի մենք տեսնենք մեր մեջ այդ կյանքը կա թե չկա։ Երբ որ մենք կարդում ենք Գաղատացիս 5:22 գլխի մեջ, այնտեղ գրված է, չէ, հոգու պտուղն է։ Եվ առաջի որակը ո՞րն է հոգու պտուղը։ Գրված է սեր։ Հարց եմ տալիս, եթե սեր չկա, հոգու պտուղ կլինի։ Եվ սրան զուգահեռ կարդում եմ Առաջի Կորինթացիս թղթերի մեջ 13-րդ գլխի մեջ գրված հետևյալ միտքը, որտեղ որ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ սովորեցնում է։ Կարդում եմ առաջի համարից։ Գրված է. Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզու խոսիմ, բայց սեր չունիմ, ես եղած այն հանող պղինձ կամ հնչեցնող ծնծղա։ Եվ եթե մարգարություն ունենամ եւ գիտենամ ամեն խորհուրդներ, ամեն գիտություն, եւ եթե ամեն հավատն ունենամ միջև սարենը տեղափոխելու, բայց սեր չունիմ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ այրվի, բայց սեր չունիմ, ես ոչինչ օգուտ չունիմ։ Սերը երկայնամիտ է, քաղցր է։ Սերը չի նախանձում, չի կորոզանում, չի հպարտանում, չի լրպանում, իրը չի որոնում, չի կրկրում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա։ Եթե մարգարություն կան, կխափանվեն, եթե լեզուներ կլղեն, եթե գիտություն կխափանվի։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր ամենակալ Աստված իր Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեր մեջ այդ կյանքը ձևակերպի։ Ինչ էին արել սամարացիք, բայց ուշադրություն դարձեք առաքյալների այդ վերաբերմունքը, երկնքից կրակ իջեցնելը։ Այսօր հարց եմ տալիս, չի լինում մեր մեջ, որ նույն վիճակը մենք ենք ունենում։ Մենք այսօր Սուրբ Հոգով մկրտված ենք, բայց հարց եմ տալիս, ո՞րն է պատճառը, որ առաքյալների պես ասում ենք երկնքից կրակ իջնի։ Պատճառը հետևյալն է, որ ես եւ դու մեր մեջ լրացել ենք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մեր մեջ մարել է։ Այսօր ասում նպատակը սա է, որ Սուրբ Հոգին նորից փոփոխվի մեր մեջ, որ մենք թույլ տանք մեր մեջ Սուրբ Հոգին նորից գործի։ Եվ անդրադառնում եմ հետևյալ համարին Հովանու ավետարանին, որտեղ որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետևյալն է սովորեցնում։ Երբ որ մենք կարդում ենք Տիրոջ խոսքը, ինքը Տեր Հիսուս Քրիստոսը ինձ եւ քեզ սա է սովորեցնում։ Նորից անդրադառնում եմ Հովանու ավետարան 14-րդ գլխին 26-րդ համարի մեջ գրված է. Բայց Մխիթարի Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ,
ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի։ Սիրելիս, Սուրբ Հոգին մեր մեջ եկել է եւ իրեն գործունեության բուն նպատակը մեկն է՝ մեզ սովորեցնի Քրիստոս կյանքով ապրել։ Լինում է պարական մարդը ասում է, ես չեմ կարող, կարդում եմ, չեմ հասկանում։ Սիրելիս, ամենամեծ ուսուցիչը քո մեջ է։ Եթե այսօր տեղ տաս, ինքը քեզ կսովորեցնի, քեզ կհիշեցնի, այսօր ամենամեծ ցավը սա է, որ մենք Սուրբ Հոգուն տեղ չենք տալիս։ Մենք անում ենք մարդկայնորեն կամ անում ենք, չգիտեմ, ինչ վիճակներով, այսօր առաջի խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք թույլ տալ մեր Սուրբ Հոգուն, որ ինքը գործի։ Եվ ինքը ամենակալ Աստված ասում է, առաջի գործունեությունը մեզ կսովորեցնի Քրիստոս կյանքով ապրելը, կսովորեցնի Աստծո հետ քայլել։ Ղուկաս ավետարան 12:12, երբ որ մենք կարդում ենք, նայեք նույն միտքը ասում է ինքը ամենակալ Աստված Ղուկասի ավետարանի մեջ 12:12 համար, երբ որ կարդում ենք, գրված է, որտեղ Սուրբ Հոգին նույն ժամանակում կսովորեցնի ձեզ, թե ինչ պիտի խոսեք։ Հիշում եք, երբ որ դժվարություն է լինում, ամենակալ Աստված ասում էր հոգ մի կանեք։ Եվ այսօր եղել են եղբայրներ, քույրեր, որոնք որ ամենածանր վիճակի մեջ իրոք կարողացել են Սուրբ Հոգով պատասխան տալ, Սուրբ Հոգուն տեղ են տվել եւ Սուրբ Հոգին խոսել է իրենց հետ։ Ես ուղղակի այդ վկայությունը կուզեմ տալ, ամեն անգամ ասել եմ սա։ Երբ որ ես ապաշխարեցի, կար վիճակ, երբ որ մարդիկ կա, որ մեզ խոսում էին, ասում են, այս մարդկանց հետ այսպես ենք խոսել, այս հարանվանության հետ այսպես ենք խոսել, բայց լինում էր պարակայ, որ այդ հարանվանության մարդկանց հետ հանդիպում են, այդպես չէր ստացվում։ Եղավ պարակա, շատ քույր եղբայրներ կհիշեն, մենք ժամանակի ընթացքում պաշտամունք անում ենք ստադիոնում։ Այդ հարանվանությունից եկել են մեր եղբայրների հետ հանդիպման։ Եվ իմ մեջ հետևյալն էր, ես որոշել եմ, եթե այստեղ էլ իրանք եղբայրները չկարողացան փաստել ինչ որ ասում են, պիտի գնա իրենց հետևից։ Մոտապես 12-13 եղբայրներ կային այնտեղ։ Այնտեղ էր նաև Կարուշ եղբայրը, այնտեղ էր Կարապետ եղբայրը, Ղարիպ եղբայրը, Օնիկ եղբայրը, Վալոտ եղբայրը, շատ եղբայրներ կային։ Ուրեմն մեզանից միայն խոսեց Վալոտ եղբայրը։ Ու ես այսօր երբ որ վերլուծում եմ, որտեղ Վալոտ եղբայրը շատ ենք խոսել, շատ ենք նստել, ինքը շատերին իրոք հայր է եղել։ Ուղղակի ես մտածում եմ, որ այդ պահին Վալոտ եղբայրը այդքան խոսքեր կամ այդքան վիճակ չուներ, որ այդքան մարդկանց դիմակա էր։ Սուրբ Հոգին Վալոտ եղբայրը օգտագործեց։ Այս անձնավորությունը ոչինչ չկարողացան անել եւ ով որ բերել էր այդ մարդկանց, որ մեզ ասել, որ դուք սուտ եք, մեկին էր խփում, մեկին էր ոտքով, մեկին ձեռքով, ասում էր մի հատ պիցա լրիվիտ կերավ։ Սուրբ Հոգին էր գործողը։ Եվ Վալոտ եղբայրը կարողացավ Սուրբ Հոգով այդ մարդկանց պատասխան տալ։ Եվ այդ միջոցը ամենամեծ ուրախություն էր ինձ, որ կարողացա հաստատվել եւ մնալ եկեղեցու մեջ։ Այսօր ամենածանր վիճակի մեջ քույրս եղբայրս, որտեղ էլ որ լինես, հիշի հետեւյալը, կա մեկը, որ քո փոխարեն ամեն բան պիտի անի։ Սուրբ Հոգին է։ Միայն դու պիտի տեղ տաս, պիտի հավատաս եւ չտրտմեցնես։ Իսկ ինչ է ես տրտմեցնում, երբ որ իրեն չես հնազանդվում, երբ որ Աստծո խոսքի հետ կապ չունես։ Թող Տիրոջ անունը փառավորվի եւ շարունակության մեջ գրված է եւ ձեզ կհիշեցնի։ Այսօր մենք շատերս մոռացել ենք ով ենք մենք։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, դու Քրիստոս այրանքինն ես։ Ես բազում անգամ այդ միտքը ասել եմ, ուշադրություն դարձեք, կներեք, երբ որ կարդում ենք Դանիել մարգարության մեջ 5-րդ գլխի առաջի համարից գրված է, որ Բաղդասար թագավորը խրախճանք էր կազմակերպել։ Եվ այդ խրախճանքի ժամանակ, երբ որ արդեն հարբել էին, հրամայեց Տիրոջ տան անոթները բերեն։ Եվ այդ գինար փուկի մեջ Տիրոջ անոթները օգտագործեցին եւ ամենակալ Աստված Բաղդասարին դատապարտեց։ Հիշում եք, ձեռքը դուրս ելավ եւ գրեց. մանե թեկեղու փարսին։ Այսինքն քշերվեցար եւ թեթև գտնվեցար։ Որն էր պատճառը։ Գինի խմելը կամ այդ խրախճանքը Տիրոջ տան անոթները օգտագործելը։
Եվ այսօր քույրս, եղբայրս, Գևորգ եղբայրը հիշեցրեց առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 16-17 համարների մեջ գրված է. Չգիտեք, որ դուք Աստծոյ տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Բայց Միշնամասում, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված նայեք ինչ է ասում ինձ եւ քեզ, գրված հետեւյալը. Եթե մեկը Տիրոջ տաճարն ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապականա։ Այսօր դու Սուրբ Հոգու տաճար ես։ Եվ ինք ամենակալ Աստված կամենում է, որ դու այդ անոթը մաքուր պահես։ Եվ գիշեր շատ անգամ ես խոսել եմ 3-րդ թագավորաց գրքի մեջ այս անձնավորության մասին։ Իր ունեցվածքը ընդամենը այդ արտն էր, բայց հետո կանդրադառնամ այդ արտի վրայով հետևյալին։ Ինքը մերժեց թագավորի առաջարկը եւ ինքը շատ լավ գիտեր, եթե մերժեր, պիտի մեռներ, բայց ինքը հաստատ մնաց միջև վերջ։ Կարդում ենք 3-րդ թագավորաց 21-րդ գլխի մեջ խոսքը Աքաբի հետ Նապոֆտի այդ խոսքերն են, այսինքն առևտուրն էր։ Աքաբը Նապոֆտին ասում էր, քո այգիդ տուրինցի, ես քեզ ավելի լավը կտամ, հետնել գումար։ Բայց հետաքրքիր է, Աքաբին մերժեց Նապոֆտը, գիտենալով, որ ինքը պիտի մեռնա։ Կարդում եմ այդ տողերը, 2-րդ համարից, Աքաբը խոսեց Նապոֆտի հետ եւ ասաց. «Տուր ինձ այդ այգին, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի»։ Այսինքն նրա նպատակը մեկն էր, այգին դարձնել պարտեզ։ Մենք որ լինենք, ասում ենք, պիտի ասենք, ինչ տարբերություն, հիմա այնտեղ ծառի փոխարեն բանջարեղեն պիտի չէ, ասոյ այգին ուշադրություն դարձնեմ կկարդամ Եսայի մարգարության 5-րդ գլխի մեջ ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Եսայի մարգարության 5-րդ գլխի մեջ գրված է հետևյալը. Որն է Տիրոջ այգին։ 7-րդ համար, որովհետև զորած Տիրոջ այգին Իսրայելի տունն է։ Այսինքն Աքաբ ուզում էր Իսրայելի տունը դարձնել մեկ ուրիշ տուն։ Եվ ինքը Նապոֆտը մերժեց, նայեք Նապոֆտի խոսքեր ուղված Աքաբին. «Քավլիցի ինձ տերիցը, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։ Այսօր Սատանան եկել է Տիրոջ ժառանգությունը վերցնելու եւ Տիրոջ ժառանգությունը փչացնելու։ Սիրելիս, այսօր դու չես հիշում, որ դու Տիրոջ այգին ես, որ դու Տիրոջ այրան կինն ես, որ դու շատ թանկ արժես։ Եվ երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստված խոսում ասում էր, որ լույսը չի կարող խավարի հետ մեկանալ։ Մենք կանչված ենք որպես լույսով որդիներ, եւ եթե ես լույսով որդի եմ խավարի հետ, ինչ գործում եմ։ Այսօր Սուրբ Հոգին եկել է, որ ինձ եւ քեզ հիշեցնի, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք։ Եվ ինքը ամենակալ Աստված կամենում է, որ ես եւ դու այդ Սուրբ Հոգու տաճարը մաքուր պահենք։ Երբ որ մենք կարդում ենք Ղևտացիների 20-րդ գլխի մեջ, ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն է սորացնում եւ ասում. նա ինչու համար է մեզ կանչել 20-րդ գլուխ Ղևտացիների 26 համար. Եվ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես Եհովա սուրբ եմ եւ ցեզ որոշեցի ազգերիցը, որ իմը լինեք։ Աստված նախա սահմանել է մեզ ինձ եւ քեզ, դեռ մենք չծնված, որ իրենը լինենք։ Բայց այսօր հարցը հետևյալն է, մեր թեմը տրված է ընտրություն, մենք ումն ենք ընտրում։ Երբ որ մարդուն ասում ես մեղքը կամ մահը, որից է մեկ անձնարություն այսև չի մտածում։ Երկրորդ օրինաց 30-17 համարի մեջ գրված է այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում։ Ասում եւ աշխարհը։ Դու ես որոշողը։ Գրված է այսօր կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ, ձեր առաջը դրե։ Որն ես ընտրում։ Սիրելիս, Աստված քեզ ընտրել է, բայց հարցը հետևյալը, դու իրեն ընտրել ես թե չէ, որպես կյանք։ Երբ որ մենք նայում ենք, ինչ էր ասում Հեսուն, ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Պետրոսը ասեց, ում մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ասապը 73-րդ Սաղմոսի մեջ ինչ էր ասում։ Ով ունեմ ես երկնքում քեզնից ջոկ բան, չեմ ուզում երկրի վրա։
Սողոմոնը երկերկոցի մեջ զղջաց եւ ինչ ասեց. եթե գտնեք իմ սիրականից, ասեք սիրով հիվանդ եմ ես։ Հիմա այսօր հարցը հետեւյալն է, մենք ումն ենք ընտրել։ Սիրելիս, ամենակալ Աստված եկել է հիշեցնի, որ մենք Տիրոջ այրան կինն ենք, մենք շատ թանկ արժենք։ Բայց հիմա հարցը հետեւյալն է, լույսը խավարի հետ ենք մենք ցուլում։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ։ Շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք նույն Հովանու ավետարանի մեջ գրված է Սուրբ Հոգին կգա եւ ինչ կանի աշխարհին կհանդիմանե մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Այս տարբեր մտքերը, բայց դատաստանի վրա մեկ ուրիշ միտք եմ ուզում բերել։ Ինչի համար պիտի Աստված դատաստան համար մեզ վերջը հանդիմանի կամ խնդիր ստեղծի։ Հիշում եք Մատթեոս 23-րդ գլուխ 23-րդ համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը մեղադրում էր փարիսեցիներին, տպիրներին, կեղծավորներին։ Ինչու՞մ։ Թողել եք օրենքի ծանր բեռներ։ Առաջի տեղում գրված էր դատաստանը։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Այսօր ուղղակի ուզում եմ այս վիճակին անդրադառնանք, որտեղ Սուրբ Հոգին եկել է մեզ սովորեցնելու։ Մեղքը հիվանդություն չէ, որ մեկից փոխանցվի մյուսը։ Երբեք մի այդ ձև ընդունել եւ երբեք մի կել հավատացեք, որ որից է մեկի միջոցով դու կարող ես մեղ գործել։ Եթե հնարավոր լիներ մեկի միջոցով մեղ գործել, նաեւ հնարավորություն կլիներ մեկի միջոցով սուրբ կյանք ապրել։ Սուրբ կյանք միայն կարող ես ապրել Քրիստոսի եւ Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա հարցը հետեւյալն է. մենք շատ անգամ մեր խնդիրների մեջ մեղադրում ենք ուրիշներին, դատում ենք ուրիշներին եւ մենք մեզ չենք տեսնում, որ մենք ենք մեղավորը։ Ուղղակի այսօր ուզում եմ, որ ես եւ դու այդ դատաստանի մեջ ուղիղ լինենք։ Որ որից է մեկին չդատես, այլ ինքդ քեզ։ Քո կյանքի մեջ ինչ որ կատարվում է, հեղինակը դու ես, ուրիշ մեկը չէ։ Անհնարին բանը, եթե դու չցանկաս, ու այդ խնդիրը լինի։ Լինում է պարակայ, որ ասում են, ես մեղքը չեմ սիրում։ Եթե դու մեղքը չսիրես, մեղքը չես ուտի։ Եթե մեղքը չսիրես, մեղքի հետ հարաբերություն չես ունենա։ Թող Տեր օգնական լինի, որ այսօր ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Եվ անդրադառնում եմ հետեւյալ մտքին, որտեղ որ ամենակալ Աստված ինչ է հորդորում է Սուտայի 20 համարի մեջ, բայց դուք սիրներ ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք եւ Սուրբ Հոգով միք դատարեք աղոթելուց։ Այսօր մենք չգիտենք մեր մեջ խնդիրները, խնդիրները, լուծումները, բայց Սուրբ Հոգին գիտի եւ անդադար բարեխոսում է։ Լինում է պարակա, որ մենք նեղ կամ ծանր վիճակի մեջ ենք, չգիտենք, բայց Սուրբ Հոգին գիտի։ Հիշում եմ, մեկ անգամ մեզ խնդիր էր եղել, պրոբլեմ էր եղել, ուրեմն Վարամ աղբերը զանգեց, ինքն էլ էր իմացել, ասեց 2 ժամ Սուրբ Հոգով աղոթիր։ Մտքիս մեջ ասեցի, ինչ ասում, 2 ժամ որ աղոթեց, այդ հարցը կլուծվի։ Հաջորդ օրը այդ հարցի լուծումը տեղի ունեցավ։ Տիրոջով խնդրանք սա։ Բայց առաջինը ուզում եմ հետեւյալ վերական կառնել։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Սուրբ Հոգին եկել է, որ մեր մեջ աստվածային կյանքը ձևակերպի։ Այսօր դուք շատերը տեսնեք, տեսել եք, գիտեք, մարդիկ կա, որոնք որ այսօր անկյունակարը ոչ թե կյանքն է, այլ լեզուներ խոսալն է։ Երբ որ մարդը Սուրբ Հոգով մկրտվում է, անպայման լեզուներով պիտի խոսի։ Եվ երբ որ մենք նայում ենք, եղբայրը Կորինթոս եկեղեցու վրայով խոսեց հետևյալը, կարտամ այդ տողերը մեր ամեն մեկի համար, ինչ էր ասում ամենակալ Աստված մեզ առաջի Կորինթացիս 14-րդ գլխի մեջ, որտեղ լեզուները խոսողը մարդկանց հետ չէ խոսում, այլ Աստծո հետ։ Այլ Աստծո հետ։ Տարիներ առաջ, ուրեմն նորից անունը չեմ ուզում տալ եկեղեցու, մեկ հարանվանության հետ նստած զրուցում ենք, այսինքն դպրոցում գրքերը բաժանում ենք, այդտեղ մի քիչ պրոբլեմ առաջացավ, առանձնացանք, վերջը ինքը ասում էր, թե ամեն բան ձեր մոտ նորմալ է, միայն լեզուներ խոսալը։ Ասում եմ, այս մարդը ձեր հոգևոր առաջնորդը, ասում է այո, ասում եմ ընդունում ես, ասում եմ ընդունում եմ։
Այդ թարգմանությունը մոց էր։ Երբ որ այդ թարգմանության մեջ Գործք մեջ լեզուների մասին գրված էր բացատրակիրը, այնտեղ իրենց առաջնորդի թույլտվությամբ գրվել է հետևյալը. օտար լեզուներով խոսել, գեր երկնային լեզու, որը հասանել է Աստծուն։ Եվ այսօր լինում է պարակա, որ աղոթում են, մարդիկ մտածում են ինչ են աղոթում, եւ կարող է մի քանի բառ ասել կամ նույնը կրկնվի, Աստված գիտի այդ ամենը։ Թող Աստված օգնական լինի։ Այսօր աշխատեք ամեն ժամանակահատված Սուրբ Հոգով աղոթք անել։ Բայց առաջնային խնդրանքս հետևյալն է, որ իմ եւ քո կյանքի մեջ անկյունակարը չլինի լեզուներ խոսելը։ Մեր կյանքի մեջ անկյունակարը լինի Քրիստոս կյանքը։ Սուրբ Հոգին եկել է, որ իմ եւ քո մեջ այդ կյանքը ձևակերպի, որ մենք նմանվենք Քրիստոսին։ Երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գրքի մեջ ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետևյալն է ասում։ Ծննդոց գրքի մեջ գրված է առաջի 26-րդ համար. Եվ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ ստեղծենք։ Աստծո նպատակը սա է, նմանությունը։ Պողոս առաքյալը ասա էր ասում. ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսի։ Մարդկայնորեն անհնարին է, որից է մեկ անձնարություն այսօր չի կարող առանց Սուրբ Հոգու նմանվել Քրիստոսի։ Որտեղ Սուրբ Հոգին եկել է մեզ կրտելու, դաստիարակելու, եկել է շտկելու, եկել է հանդիմանելու։ Բայց նաև մի հատ միտք եմ ուզում ասել ինձ եւ քեզ։ Մենք շատ անգամ անդրադառնում ենք Մատթեոս ավետարանի մեջ գրված հետևյալ տողերին, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարան 28-րդ գլխի 20-ամարում ասում էր հետևյալը. ահա ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Սիրելիս, նույնը կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը 12-րդ գլխի 12-րդ համարում ինչ է ասում. ինձ եւ քեզ, որ նույն ժամանակ Սուրբ Հոգին ամեն մեկից կսորացնի, թե ինչ պիտի խոսենք։ Ինչի համար չի ստացվում, որն է պատճառը, որովհետև մենք տրտմեցրել ենք Սուրբ Հոգուն, որովհետև ամենակալ Աստված ինձ եւ քեզ Կորինթը Հովանու ավետարանի մեջ ասում է հետեւյալը, որ Սուրբ Հոգին հավիտյանս պիտի լինի քեզ հետ։ Հիմա ինչի՞ չէ քեզ հետ, որն է պատճառը։ Կամ երկրորդ տարբերակ, երբ որ դու մտովի մեղանչում ես կամ մտքիդ մեջ ատում ես, չարախոսում ես, նախանձվում ես, հարց եմ տալիս։ Սուրբ Հոգին քո մեջն է, տեսում է թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենամեծ խնդրեմը հետևյալն է, որ ես չեմ հավատում, որ Քրիստոս հավիտյանս հավիտյանից ինձ հետ է մինչև աշխարհի վերջ։ Եվ ես չեմ հավատում, որ Հիսուսը Սուրբ Հոգին ուղարկել է, որ իմ մեջ լինի, այն էլ հավիտյան։ Ինչու համար ես այսօր այս խնդրեմը ունեմ, որն է պատճառը։ Ուզում եմ կարդալ այդ տողը Հովանու ավետարանի մեջ, որտեղ Տերը ինձ եւ քեզ հետեւյալն ասում. Եվ ես հորը կաղաչեմ, որ Սուրբ ներողություն, եւ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտածես, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Հավատում ենք սրան։ Մի Սուրբ Հոգին մեր մեջ է։ Ուղղակի կուզեմ մի հատ վերլուծել ինքդ։ Երբ որ ինչ որ բան մտածում ես վատը, Սուրբ Հոգին գիտի թե չէ։ Հարց եմ տալիս, նույն վիճակը դու եղբոր մոտ կամ որոցե քրոջ մոտ կբարձրաձայնես։ Իհարկե չէ։ Եղել է որ մեկի մոտ կանգնես ու ասես թե այս մեկին ատում եմ։ Սրտիդ մեջ ատում ես, մարդու մոտ վախենում ես խոստովանվել կամ ասել, բայց Սուրբ Հոգու մոտ չես վախենում։ Սուրբ Հոգին եկել է հիշեցնելու հետևյալը, որ ինքը քեզ հետ է հավիտյան։ Եկել է հիշեցնել, որ ինքը ամեն բան գիտի։ Եկել է հիշեցնելու, որ դու շատ թանկ արժես։ Եկել է հիշեցնելու, որ դու Քրիստոս այրանքին ես։ Եկել է հիշեցնելու, որ դու պիտի մեռներ, ես պիտի մեռնեի, բայց մեր փոխարեն մեռավ Քրիստոս։ Թող Տեր օգնական լինի։ Խնդրանք սա։ Տիրոջմով եղբայրներ, քույրեր, այսօր ժամանակահատվածն է, որ մենք ապրենք Աստծուն հաճելի կյանք։ Սուրբ Հոգու գործունեությունը միայն լեզուներ խոսելը չէ։ Սուրբ Հոգու գործունեությունը Քրիստոս կյանք ապրելն է։ Եվ երբ որ մենք կարդում ենք ուշադրություն դարձրեք, այս մարդիկ Սուրբ Հոգով մկրտված չեն եղել, բայց կարդամ մեր ամեն մեկի
շինության համար։ Զաքարիայի մարգարեության մեջ գրված է 8-րդ գլխի 23-րդ համարն եմ կարդում։ Այն օրը կբռնեն ազգերը ամեն լեզուներից 10 մարդ, այսինքն կբռնեն մեկ հրյա մարդիկ խանձքից ասելով. գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է։ Հիմա հարց եմ տալիս, Աստված երբ է լինում մարդու հետ։ Կարդամ Հեսուի գիրք 7-րդ գլխի մեջ հետևյալ տողը, թեպետև այդ համար ասացի, բայց պիտի կարդամ։ Նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը Հեսուին։ Հեսուն պարտվել է, ընկել է Տիրոջ առաջին եւ Տերն ասում է վեր կաց։ Ինչի համար ես Հեսիդ վայր ընկել։ Իսրայելը մեղք գործեց։ Եվ 12-րդ համարի վերջում ասում է այսպես ասում. Եվ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզով կծեր միջից բնաճին չանեք։ Ուրեմն այս մարդկանց մեջ նզով չկար։ Կամ կարդում եմ մեկ դրվագ, բազում անգամ այս երեխայի մասին կարդացվել է։ 4-րդ թագավորաց գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Նեմանը մեկ աղջիկ Իսրայելից բերել էր, որը ծառայություն էր անում իրեն կնոջ առջև։ Երբ որ այս աղջիկը տեսավ Նեմանի բորոտությունը, կարդում եմ 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ 2-րդ համարից։ Ասորներ մեկ անգամ գունտերով եկել են Իսրայել երկրից մեկ փոքրիկ աղջիկ գերի տարել, որ Նեմանի կնքա առաջին էր լինում։ Եվ սա ասաց իրեն տիկնոջը. Երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարե առաջին լիներ, այն ժամանակ նրան կբժշկեր իր բորոտությունից։ Հիմա հարց եմ տալիս. Եթե մեզ տանեն գերության, այդ գերի տանողին մենք տեսնելով բորոտ, ցույց կտայինք բժշկության ճանապարհը։ Սա մարդը երբեք չեր անե։ Սա անում է ամենակալ Տիրոջ հոգին, Քրիստոս կյանքը, նմանությունը։ Եթե այս աղջիկը այս կյանքով ապրել է, ավելին ես եւ դու, այս աղջիկը Սուրբ Հոգով մկրտված չէ։ Ես եւ դու մկրտված ենք։ Այսինքն մենք պիտի ավելին ապրենք, քան այս աղջիկը։ Զաքարիայի մարգարեության մեջ այս մարդիկ Սուրբ Հոգով մկրտված չէին, բայց ապրում էին կյանք, որ մարդիկ տեսել են այդ կյանքը եւ միջև անգամ ասում են գանք ձեզ հետ, որտեվ լսել ենք, որ Աստված ձեզ հետ է։ Առավել եւս ես եւ դու պիտի ապրենք եւ մարդիկ մեր մեջ Քրիստոս կյանքը պիտի տեսնեն։ Լինում է բարակամ մենք ասում ենք մարդկանց վկայեք, ամենամեծ վկայությունը Սուրբ Հոգու հետ ապրելն է։ Երբ որ ես եւ դու ապրենք Սուրբ Հոգու հետ, Սուրբ Հոգին մեր մեջ գործի, մարդիկ այդ կյանքը կտեսնեն, քարոզ պետք չէ։ Այս մարդիկ չէին քարոզը։ Կարդում եմ նույն Զաքարիա 8-րդ գլխի 20 համարից։ Նայեք ինչ է գրված։ Այսպես ասում զորաստերը, տակավին ժողովուրդներ պիտի կան եւ շատ քաղաքների բնակիչներ եւ մեկի բնակիչը պիտի գնա մյուսի մոտ ասելով. եկեք գնանք Տիրոջը աղոթք անելու եւ զերոյած Տիրոջը խնդրելու։ Ես էլ եմ գալիս։ Այն օրը կբռնեն ազգերը ամեն լեզուներից 10 մարդ, այսինքն կբռնեն մեկ հրյա մարդիկ ղանցքը ասելով. գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք, որ Աստված ձեզ հետ է։ Ինչի այսօր իմ հարազատը, իմ երեխան, թոռը, իմ բարեկամը չի ասում. գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք կամ տեսել ենք Աստված ձեզ հետ։ Որովհետև մենք Սուրբ Հոգին մեր մեջ տրտմեցրել ենք։ Այսօր շատերս կյանքի մեջ Սուրբ Հոգին չի գործում։ Գործում է մարդկայինը։ Ոչ թե Տիրոջ Հոգին, այլ մարդկայինը։ Երբ որ մեզ ցավեցնում են, մենք Հովհաննեսի, Պետրոսի պես ինչ ենք ասում։ Երկինքից կրակիչն եւ սատկասն է։ Բառած այդպես չենք ասում, բայց մեր սրտի մեջ սա է։ Իսկ Աստված այսպես չի ուզում։ Ինքը Սուրբ Հոգին ուղարկել է առաջինը, որ ամեն մեկի սորեսն է, սորեսնի Քրիստոս կյանք ապրել։ Ամեն մեկից հիշեցնի, որ մենք շատ թանկ արժենք, որ մենք կարողանանք մեր անոթները պահել Տիրոջ մոտ։ Եկել է, որ աշխարհին հանդիմանի մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Սա է Սուրբ Հոգու գործունեությունը։ Թող Տեր օգնական